Վաշինգտոնյան համաձայնագիրը սեղանի վրա դրած թուղթ չի։ Պարտադիր չի դու հայոյես խփես ծեծես։ Խաղաղություն բերել են մեր զինվորները, երբ որ դուք ասեցիք ում եք տեսնում երկրի ղեկավար, ես ասեցի ինձ եմ տեսնում։ Իհարկե հումոր էր, տեսեք, քանի դեռ կաթողիկոսի աթոռը զբաղեցնում է Գարեգին երկրորդը, իհարկե նա Գարեգին երկրորդ է։ Պարոն Ազարյան, նախ շնորհակալ եմ մեզ ընդունելու եւ հարցազրույցից առաջարկը չմերժելու համար։ Պարոն Ազարյան, հետաքրքիր է ձեր գնահատականը Հայաստանի ներքաղաքական դաշտում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Ընդդիմությունը պնդում է, որ Հայաստանի պետականությունը վտանգված է, մինչդեռ իշխանությունը խոսում է խաղաղության դարաշրջանի մասին, ասում է մենք խաղաղություն ենք բերել հայ ժողովրդին, մենք ասելով նկատի ունեմ իրենց իշխանությանն է մեջբերում եւ նաեւ խոսում են Հայաստանի 4-րդ հանրապետության հռչակելու անհրաժեշտության մասին, հավանաբար հիմք ընդունելով Վաշինգտոնյան բանակցությունները, որն այս պահի դրությամբ այդ համաձայնագիրը կարծես թե սեղանին դրված թուղթ լինելուց բացի այլ արժեք իրենից չի ներկայացնում։ Խնդրեմ ձեր գնահատականը եւ ընդդիմության եւ իշխանության կարծիքների վերաբերյալ։ Երկու կողմերն էլ հակված են ծայրահեղ դիրքորոշումներ արձանագրել, արտահայտել, հայտարարել, բայց իրականությունը բոլորովին այլ տեղ է։ Սկսեմ ձեր վերջին պնդումից։ Վաշինգտոնյան համաձայնագիրը սեղանի վրա դրած թուղթ չի։ Վաշինգտոնյան համաձայնագիրը դա ամբողջ աշխարհում տեղի ունեցող խոշոր աշխարհաքաղաքական փոփոխությունների մի մասնիկն է, ով կհասկանա ինչ փոփոխություններ են, ինքը կշահի։ Եթե Հայաստանը, հայ ժողովուրդը հասկանա ինչ է տեղի ունենում եւ կարողանա ճիշտ դիրքորոշում որդեգրել, կշահի։ Եթե ոչ, մենք կտուժենք, ինչպես տուժեցինք մի քանի տարի առաջ եւ տուժեցինք 100 տարի առաջ։ Երբ էլի չէինք հասկանում, թե ինչ կարգի աշխարհաքաղաքական փոփոխություններ են լինում։ Վաշինգտոնյան համաձայնագիրը Հայաստանին տալիս է խաղաղություն եւ արդեն երկրորդ հարցն է, ինչպես հայ ժողովուրդը կօգտագործի այդ տրված խաղաղությունը։ Երկրորդը ձեր պնդումը, ավելի ճիշտ իշխանությունների պնդումը, որը դուք ներկայացրեցիք, եթե ասում են մենք խաղաղություն ենք բերել, խաղաղություն բերել են մեր զինվորները, որոնք կռվեցին 44-օրյա պատերազմում եւ դրանից հետո տեղի ունեցած ճակատամարտերում։ Այդ զինվորները բերեցին խաղաղություն եւ փակեցին պատերազմի դուռը։ Մնում է քաղաքական ուժերը, պետության ղեկավարները կարողանան դեպի ճիշտ ուղղություն տանել մեր երկիրը։ Այն, որ ասում են մեր պետության անկախությունը պետականությունը վտանգված է, ամբողջովին չի համապատասխանում իրականությանը, այդ պնդումները արվում են զուտ ժողովրդի մեջ խուճապ առաջացնելու եւ գործող իշխանությունների վարկանիշը գցելու համար, բայց այդ պնդումների հեղինակները շատ վատ են հոգեբանությունից, իրենք չեն հասկանում, որ նման պնդում անելու դեպքում ակամա օգնում է, որ իշխանությունների վարկանիշը բարձրանա, իրենց վարկանիշը ընկնի, որովհետև ժողովուրդը միշտ այն ուժի կողմն է, ում ընկալում է որպես խաղաղության պաշտպան եւ խաղաղության կողմնակցի։ Տեսնում եք հնարավորություն, որ խաղաղությունը հաստատվի առանց Հայաստանի ազգային շահերի վնասման, առանց ազգային շահերի կորստի։ Դա կախված է մեզնից յուրաքանչյուրից, պետության ղեկավարությունից, եթե ճիշտ վարեն բանակցությունները, ճիշտ քաղաքականություն իրականացնեն, իհարկե հնարավոր է, ուղղակի այստեղ խնդրեմը այնա, թե մենք ինչ ենք հասկանում, երբ որ ասում ենք ազգային շահ, մեկը դա մի այլ կերպ է մեկնաբանում, մյուսը մի այլ կերպ, ուղղակի պետք է այդ ազգային շահն էլ ընդհանուր հայտարարի գանք, թե որն է այդ ընդհանուր շահը։ Այստեղ արդեն ես եթե ասեմ մեր ազգային շահը էսա, մյուսը գալու է ասի չէ, մեր ազգային շահը բոլորովին այլ տեղում է, բայց այստեղ մի ամենակարևոր խնդիրը, որ մեր ժողովուրդը վերջապես գա դեպի իրականություն, դեպի առողջ բանականություն ու տրամաբանություն եւ հասկանա, որ աշխարհում բացի Հայաստանից եւ Ադրբեջանից կան նաեւ այլ ուժեր, այլ հզոր ուժեր եւ այլ
պետություններ, այդ թվում շատ ուժեղ պետություններ։ Հայաստանի գործող իշխանության եւ Ադրբեջանի գործող իշխանության պատկերացումները խաղաղության վերաբերյալ նույնն են, որովհետեւ տեսնում ենք, որ Հայաստանի գործող իշխանությունը կարծես թե բաց է բոլոր Ադրբեջանի պահանջների նկատմամբ, ամեն ինչ կատարում է, սահմանադրություն է պատրաստվում փոխել եւ այլն, չնշենք թե ինչի է պատրաստ, բայց մինչդեռ Ադրբեջանի կողմից մենք տեսնում ենք Սևանա Լիչնան Գյոյչա անվանում, Երևանն են Երևան ասում եւ այսպես հայկական շատ տարածքների ադրբեջանական խեղաթյուրված անվանումներով են դիմում։ Ինչպես է այս վարակայում հնարավոր խաղաղություն հաստատել։ Ձեր թվարկածները որևէ կապ չունեն խաղաղության գործընթացի հետ, սա արդեն բոլորովին ուրիշ այլ պատմություն է։ Սա հոգեբանական կռիվ ասեմ, պատերազմ ասեմ, բայց ավելի շատ սա գալիս է երկու ազգերի եւ հայերի եւ ադրբեջանցիների թերարժեքության կոմպլեքսից։ Երկուսն էլ տարբեր պատճառներով ունեն թերարժեքության կոմպլեքս, թերարժեքության համախտանիշ։ Ալիևին թվում է, որ եթե ինքը Սևանա լճին ասի Սևանա լիճ, իր հեղինակությունը կընկնի, բայց ես ձեզ մի բան էլ ասեմ, որ այն հատվածում, երբ որ նա դիմում է ադրբեջանցի ակադեմիկոսներին եւ այդ հատվածում սկսում է խոսել Սևանա լճի անվանման մասին եւ թե ինչպիսին պետք է լինի Սևանա լճի անվանումը եւ այլն, ադրբեջանական պաշտոնական էջերում ելույթում այդ հատվածը չկա։ Այսինքն, երբ որ դուք միջազգային հանրությանը ասեք, որ Ալիևը այսպիսի տեսակետ ունի, Ադրբեջանն է կասի պաշտոնական փաստաթղթերում նման ոչ մի բան չկա։ Այսինքն նրանք էլի խելոք են, մենք էլի միամիտ ենք ու էմոցիոնալ, իսկ հարաբերություններում միջպետական էմոցիոնալ չի կարելի լինել։ Եվ եթե նա ասում է Սևան, մենք էլ, չգիտեմ, Կիրովաբադին, Գյանջային ասում ենք Գանձակ, իրենք ասում են Թովուս, մենք ասում ենք Տավուշ։ Դա միշտ է լինելու է, 100 տարի հետո էլ նույնը լինելու եւ մենք ասում ենք Նախիջևան, իրենք ասում են Նախճեվան։ Դա բան չի, այն խնդիրը չի, որը ազդի խաղաղության գործընթացի վրա։ Իսկ ամենակարևորը, որ այս խաղաղության գործընթացի արդյունքում մեր սահմանում կանգնած տղերքը չեն զոհվում թշնամու կրակոցներից եւ սա հիմք է, որ արդեն պետության վրա ճիշտ քաղաքականության պայմաններում շատ խոշոր ընկերություններ Հայաստանում ներդրումներ անեն, որը կօգնի մարդկանց ավելի լավ ապրել, իրենց ավելի լավ զգալ, Հայաստանն էլ ավելի ամուր ու հզոր երկիր լինի։ Այսինքն գտնում եք, որ գործող իշխանությունը ճիշտ արդյունավետ քաղաքականություն է վարում եւ դուք այլընտրանքային հստակ այլ ճանապարհներ չունեք առաջարկելու, ճիշտ են գնում, ճիշտ ուղղությամբ են գնում։ Ոչ միայն ես, այլ որևէ մեկը չունի այլ ճանապարհ առաջարկելու եւ եթե ասում են, որ մենք համաձայն չենք այս քաղաքականությանը, իրենք չեն ասում, իսկ իրենք ինչ կանեն։ Իրենք մենակ ասում են, ով քննադատում, ասում են մենք արժանապատիվ խաղաղության կողմնակից են, բայց երբ որ ասենք դե բացեք արժանապատիվ խաղաղությունը ինչպիսին է լինելու, իրենք լռում են, որովհետև չունեն ասելու ոչ մի բան։ Եվ գիտեք, հիմա ես էլ կարող եմ ինձ դնել անտեղյակի տեղ եւ ձևացնեմ, որ չի եղել 44 օրյա պատերազմը, չի եղել դրան հաջորդող իրադարձությունները, չեմ տեսել, թե ինչպիսի արձագանք ունեն աշխարհի պետությունները այդ ամեն ինչին ու գամ ու սկսեմ ինչ-որ անհեթեթություններ դուրս տամ եւ եթե իշխանության հայտնվեմ նույն այդ անհեթեթությունները դուրս տամ ու որի արդյունքը կամ հետևանքը լինի նոր աղետները, դե հիմա եթե դա է առողջ բանականությունը, հիմա աշխարհի որևէ երկրի, որևէ կազմակերպության հետաքրքիր չի բացարձակ, թե պատմականորեն, թե 1000 կամ 500 տարի առաջ կամ 4000 տարի առաջ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող որևէ տարածք մեծ հայքի կազմում եղել է, թե չի եղել։ Դա որևէ մեկին բացի մեզնից չի հետաքրքրում։ Եվ մենք էլ չունենք
այն տնտեսական եւ ռազմական ուժը, որը ունի գոնե Ռուսաստանը կամ Թուրքիան, որ գոնե տարածաշրջանի երկրներին պարտադրենք մեր կամք։ Դա մենք չունենք։ Եթե սկսենք ասել, թե դա ունենք կամ կարող ենք ունենալ առաջիկա 10, 20, 30 տարում, դա էլի կլինի խաբել ժողովրդին։ Եթե մենք դա չունենք, նշանակում է մենք պետք է ապրենք այնպես, ինչպես հայկական ասացվածքն է ասում, որ ոտքերը պետք է մեկնել վերմակի չափով։ Կա ձևավորված հանրային կարծիք, որ ընդդիմություն իշխանություն բաժանված է կեղծ արհեստական հակադրության, ում շահից է դա բխում եւ դուք ինչպես եք տեսնում քաղաքական առողջ մրցակցություն։ Չկա նման բան, դա միշտ ես քաղաքականությունում հայտնվել եմ շատ վաղուց եւ միշտ այդ արտահայտությունը լսել եմ, կապ չունի ով ա եղել նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, թե հիմա վարչապետը Նիկոլ Փաշինյան։ Միշտ այդպիսի ասողներ կան, գիտեք դրանք ովքեր են, այն որ իրենց արդարացնում են, թե ինչի իրենք ոչ մի բանի չեն խառնվում, ոչ մի բան չեն անում, ասում են, ադե դրանք բոլորը մեկ են, նույնն են, ոչ այդպիսի բան չկա, իրական պայքար է, իրական տարբեր ձևի քաղաքական ուժեր են, բայց մարդկանց մոտ ինչ-որ մեկը ներդրել է այն միտքը, որ եթե ես եւ ասենք դիմացինը նույն քաղաքական ուժի չենք, անպայման պետք է նիստի ժամանակ իրար ծեծենք, հայոյենք, փողոցում հանդիպելիս դանակներով իրար խփել։ Դա նորից հերթական անգամ գալիս է նրանից, որ մենք որպես անկախ պետություն փորձը դեռ շատ քիչ է այդ փորձը եւ մենք նոր պետք է սովորենք, որ կարելի է ունենալ ամբողջովին հակադիր կարծիք, բայց այդ քաղաքակիրթ ձևով իր միմյանց հետ շփվել, բացատրել, կարծիքը պնդել։ Դրա համար, երբ որ տեսնում են հանձնաժողովի նիստում կամ լիագումար նիստում, ինչ-որ հանգիստ իրար հետ զրուցում են, քննարկում են, ասում են, բա չէինք ասում, որ դրանք նույնն են։ Այդ պետք է մեր ժողովրդից դուրս գա, որ եթե դու ունես հակադիր կարծիք, պարտադիր չի դու հայոյես, խփես, ծեծես։ Շատերը նաև ձեզ են թիրախավորում, ասում են ընդդիմադիր դաշտից է ներկայանում, սակայն սերտ հարաբերություններ է պահպանում իշխանության ներկայացուցիչների հետ, գործում է, խոսում է իշահ այս իշխանության։ Դուք ինչպես եք սա բացատրում, ինչով է այս կարծիքը պայմանավորված։ Ամենը ասեմ, ես գործում եմ, ապրում եմ միայն իշահ մեր պետության ու մեր ազգի։ Ես գործում եմ միայն, որ մեր տղերքի թափված արյունը իմաստավորվի ու անդադար իմաստավորվի։ Մնացածը ով ինչ ուզում ասի, ինձ բացարձակ հետաքրքիր չի։ Հավանաբար կհիշեք, երբ պատահաբար հանդիպեցի ձեզ Թումանյան փողոցում կարծեմ եւ կարճ դիտարկումներ դուք ներկայացրիք մի երկու հարցի վերաբերյալ եւ նշեցիք, որ երկրի առաջնորդը ձեզ եք տեսնում, արդյոք շարունակում եք մինչեւ հիմա ձեզ տեսնել եւ 2026 թվականին ինչ պաշտոնով սպասենք ձեզ։ Ես 2026-ի մասին չեմ ուզում խոսել, չեմ ուզում անդրադառնամ, այդ հանդիպումն էլ մեր փողոցում անակնկալ հիշում եմ, երբ որ դուք ասեցիք ում եք տեսնում երկրի ղեկավար, ես ասեցի ինձ եմ տեսնում, իհարկե հումոր էր, որովհետև ես չեմ հավակնում ոչ այսօր, ոչ վաղը երկրի թիվ 1 պաշտոնյան լինել, դա որոշակի բնավորության գծեր պետք է ունենա մարդ, որ համաձայնվի իրեն զրկել շատ ազատություններից եւ գնալ այդ ծանր բեռը վերցնել իր վրա, բայց ես պատրաստ եմ միշտ ծառայել իմ երկրին, իմ ժողովրդին, իմ ազգին։ Պարոն Ազարյան, եւ նաեւ վերջում ամփոփելով մեր հարցազրույցը, կխնդրեմ հակիրճ անդրադառնաք եկեղեցի պետություն հարաբերություններին, բայց հետեւյալ հարցին պատասխանելով, արդյոք ձեզ համար ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը, թե ինչպես իշխանությունն է պնդում Կտրիչ Ներսիսյան։ Տեսեք, քանի դեռ կաթողիկոսի աթոռը զբաղեցնում է Գարեգին II-ը, իհարկե նա Գարեգին II է։ Երբ որ կլինի եկեղեցական ժողով եւ որոշում կկայացվի, որ նա կարգալույծ է արվում կամ չգիտեմ, նոր այս դեպքում արդեն ես կընդունեմ եկեղեցու որոշումը, եկեղեցու կարծիքը։ Իսկ ես նորից պնդեմ, մի քանի անգամ պնդել եմ եկեղեցի պետություն բախում ես չեմ տեսնում, կա անձային խնդիրներ
եւ ես հուսով եմ, որ այդ խնդիրը շատ արագ կկարգավորվի։